Հիմա ցույց կտամ ինչպես պետք է մուտք գործել արդեն գրանցված հաշիվ եւ մասնակցել մրցույթին։ Նախ պետք է հավաքել հարթակի հասցեն բրաուզերի մեջ test.contests.am Այս աչանկեն 3 գծերին, եթե էջը այսպես է բացում գրանցում տեսնում եք, ուրեմն դեռ մուտք չեք գործել։ Եթե գրանցումը արդեն չկա, ապա ձեր էջում եք, սեղմում եք 3 գծերին, այստեղ կա մուտք կոճակը։ Նա փորձենք մուտք գործել։ Հավաքում եք այն էլեկտրոնային հասցեն, որով դուք գրանցվել եք մրցույթի համար։ Իմ պարագայում դա սա է։ Հավաքում եք գաղտնաբառը։ Եթե չեք հիշում կամ սխալ եք հավաքում, այստեղ կա մոռացել եք գաղտնաբառը գրվածքը, որը ակտիվ է։ Եթե սեղմեք վրան, ապա հաջորդիվ քայլերը կուղղորդեն գաղտնաբառը վերականգնման համար, եթե իհարկե ձեր էլեկտրոնային հասցեն ճիշտ եք նշել մեզ մոտ գրանցվելիս։ Հիմա ենթադրենք, որ ամեն ինչ ճիշտ է, սեղմենք մուտք կոճակի վրա։ Հա, այստեղ բացում է էջը, ինչպես տեսնում եք, գրանցում կոճակը կորավ, նշանակում է, որ արդեն դուք ձեր հարթակում եք, ձեր էջում եք հարթակի վրա, եւ այստեղ ակտիվանում է թեստեր բաժինը։ Մրցույթի օրը նույն կերպ պետք է մուտք գործել ձեր հաշիվ եւ այս թեստեր բաժնում կերևա հենց ձեր դասարանի մրցութային թեստը, արդեն 25 թվականի մրցութային թեստը, հասանելի չեն լինի փորձնական թեստերը, դրա համար պետք է փորձել նախապես մուտք գործել եւ ստուգել, որ ամեն բան նորմալ բացվում է, եթե տարիքը մտնում եք, հա, հանկարծ նշված է 6-րդ դասարան, բայց պետք է լինի ենթադրենք 5-րդ, ապա պրոֆիլ բաժնում հնարավորություն ունեք դասարանը փոխելու, այստեղ օրինակ, չգիտեմ, դարձնում եք 5-րդ դասարան, սեղմում պահպանել, թեստեր բաժինը մտնում եք, տեսնում եք արդեն կարգավորված է, հա, ամեն բան։ Եթե ամեն դեպքում թեստերը չի երևում, ստուգում ենք էլի պրոֆիլ բաժնում, որ մրցույթը ճիշտ ընտրված լինի, այսինքն այլ մրցույթ չլինի, եթե տվյալ պարագայում մենք մասնակցում ենք ռուսական արջուկի մրցույթին, ապա պետք է լինի ռուսական արջուկ կամ այլ մրցույթ, եթե մասնակցում եք այլ մրցույթի։ Մեր պարագայում հիմա ռուսական արջուկի մասն է խոսքը, ամեն բան նորմալ է, ինչպես տեսնում ենք, եւ արդեն կարող ենք մասնակցել մրցույթին։